Նոր ժողովրդական ճակատ ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում եւ ազգային ժողովում ստացել 182 տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի միասին կենտրոնամետ կոալիցիան, երրորդը Մարին Լպենի եւ Ժորդան Բարդելայի ծայրահեղ աճ ազգային միավորումը, որն ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66.63%։ Այնուամենայնիվ ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 տեղ։ Ֆրանսիայի վարչապետը հուլիսի 8-ին պետք է հրաժարականի դիմում ներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա հայտարարել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Մակրոնն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Պեկին։ Վարչապետ Վիկտոր Օրբանի խաղաղության առաքելությունը շարունակվում է։ Հունգարական լրատվական գործակալությանը հայտնել է Օրբանի մամուլի պատասխանատու Բերտալան Հավասին։ Չինաստանը առանցքային դերակատարություն ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցում խաղաղության պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու եմ ես եկել Պեկին հանդիպելու նախագահ Սի Ցինփինի հետ, ասել է Օրբանը։ Իսրայելի մի շարք վայրերում, այդ թվում խոշոր տրանսպորտային խաչմերուկներում բողոքի ցույցեր են սկսվել։ Բազմաթիվ իսրայելցիներ ցույցի են դուրս եկել երկրի տարբեր վայրերում, պահանջելով իշխանություններից արագ գործել, Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու համար եւ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ըստ աղբյուրների հարյուրավոր ցուցարարներ էլ հավաքվել են 18 իսրայելցի նախարարների եւ պատգամավորների տների մոտ, այդ թվում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների։ Խարկովում ռուսական հրթիռակոծության հետևանքով 2 մարդ է վիրավորվել։ Գիշերը քաղաքի Օսնովանսկի թաղամասը գտնվում էր հակառակորդի կրակոցների տակ, վնասվել է 3 առանձնատուն, որոնցից մեկն այրվել է, 2 կին են վիրավորվել, 2-ն էլ հոսպիտալացվել։ Ռուսական զինուժն ամեն օր գնդակոծում է Խարկովն ու Խարկովի շրջանը, Մոսկվան հերքում է խաղաղ բնակչության թիրախավորումը։